Ինչպես գիտեք, վերջերս կայացած հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում նախագահ Սարգսյանը հիմնավորելով կուսակցության կողմից խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշումը միաժամանակ նաև կուսակցության անունից մի քանի ծրագրային առաջարկ հնչեցրեց ուղղված իրական ընդդիմությանը եւ այդ առաջարկությունները բնականաբար ոչ միայն քաղաքական հայտարարություններ են, այլ նաև գործնական հեռանկար ունեցող մոտեցումներ, որոնց ընթացքում մենք փորձելու ենք մեր լումաններ դնել ընդդիմության հաղթանակում։ Այդ 4 առաջարկություններն էին, առաջինը մեր ծրագրային մշակած Պոստնիկոլ շտեմարանի տրամադրումը ընդդիմադիր կուսակցություններին, նրանց ովքեր կհետաքրքրվեն։ Երկրորդ առաջարկությունը վերաբերում էր քաղաքական եւ միաժամանակ բարոյական հայտարարագրին կախված այն հանգամանքի հետ, որ ոչ միայն կուսակցությունները ընդդիմադիր, այլ նաև իրենց ցուցակում ներառված առաջին 30 համարները կվերցնեն իրենց վրա նաև անձնական, բարոյական, բացի քաղաքականից պարտավորություն որևէ կերպ չհամագործակցել Նիկոլ Փաշինյանի կուսակցության հետ հետընտրական շրջանում, բնականաբար ավելի կարևոր է։ Մեր երրորդ առաջարկությունը վերաբերում էր մասնակցության արշավին, որը իրականացվելու է որ գնան կարգախոսի ներքո, այսինքն գնացեք ընտրությունների, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գնա, հեռանա, եւ չորրորդ առաջարկությունը վերաբերում էր Երևանում մոտորերս կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Նախորդ 3, այսինքն մենք թվարկած 4 առաջարկություններից առաջի 3-ի հետ կապված աշխատանքները համապատասխան ընթանում են եւ այդ ուղղությամբ նույնպես մենք մեր խոսքի տերն ենք։ Այսօր ուզում եմ ավելի շատ ձեր ուշադրությունը գրավել, սևեռել եվրոպական քաղաքական համաժողովի հետ կապված մեր առաջարկությունների վրա։ Ինչպես գիտեք, եվրոպական քաղաքական համաժողովը շատ լուրջ միջազգային կլասի քաղաքական միջոցառում է։ Այդ ձևաչափը ստեղծվել է 2022 թվականից։ Իհարկե հայկական իրականության մեջ այն ունի շատ բացասական կոնոտացիա ինքնին, հիշեցնեմ, որովհետև 2022 թվականի հոկտեմբերին էր Պրահայում, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց, համաձայնեց այն դիրքորոշման հետ, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում եւ Արցախից հրաժարվելու քաղաքական վերջնական, այսպես ասած, իր հայտարարությունը տեղի ունեցավ Պրահայում եվրոպական քաղաքական համաժողովի շրջանակներում։ Իհարկե կարող ենք այդ համաժողովը այդ պատճառով չսիրել, բայց չի կարելի երևի քննադատել կամ չսիրել պրոսպեկտը, ինչա թե այդտեղ խմար ժամանակ մեքենան վարի է տվել, այդ պրոսպեկտը մեղավոր չի, որ քվարով եղել է հարբած։ Նույն այստեղ է, քաղաքական համաժողովը եվրոպական մեղավոր չի, որ մեզ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, մեղավոր այնքանով, որքանով այդ քաղաքական լիդերները եվրոպական օգտագործում են Նիկոլի գործոն անդեմ հաստատի հայկական շահերի եւ հայ ժողովրդի շահերի, առաջնորդվելով սեփական գերակայություններով, բայց համաձայնենք, որ մեր մեղադրանքի առաջի թիրախը այդ իմաստով եվրոպական առաջնորդները չեն, որքան Հայաստանը ներկայացնող ռեժիմը եւ ինքներս մենք, որովհետեւ հանդուրժում ենք այդ ռեժիմի առկայությունը առ այսօր։ Ինչևէ, ինչու են գալիս Երևան։ Գալիս են Երևան պարզ պատճառով։ Եվրոպական քաղաքական համաժողովի այդ անդամ են, ինչպես ԵՄ անդամ երկրները, այնպես էլ ոչ ԵՄ անդամ երկրները։ Ոչ ԵՄ անդամ երկրները ներառում են ոչ միայն հետսովետական երկրները, ինչպիսին Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան եւ այլն, այլ նաեւ բալկանյան երկրներ, Թուրքիա եւ երկրներ, որոնք Եվրոպա են, բայց ԵՄ անդամ չեն, քաղաքական իմաստով Նորվեգիա, Իսլանդիա, Մեծ Բրիտանիա եւ այլն։ Եվ քաղաքական այդ մարմինը տարին 2 անգամ գագաթաժողով է անում։ Մի հատ անում է ԵՄ շրջանակներում, մի գագաթաժողով, մյուսը անում է ոչ ԵՄ շրջանակներում։ Հիմա նախորդը եղել է Դանիայում, ԵՄ սահմաններում, գալիքը պետք է լիներ ԵՄ սահմաններից դուրս։ Այս սա մանրամասնում է, որպեսզի մենք հասկանանք նաև տրամաբանությունը եւ այդ գործողությունների եւ մեր առաջարկվող ծրագրի։ Երբ որ եվրոպական առաջնորդները որոշում կայացրեցին
համաժողովը հենց այս ժամանակահատվածում կազմակերպել Երևանում, ակնհայտ է, որ չեն առաջնորդվել պարզապես մի հատ ԵՄ, մի հատ ոչ ԵՄ սկզբունքով, այլ որոշել են գալ հենց Երևան, հենց այս օրերին, որպեսզի իրենց քաղաքական աջակցությունը հայտնեն Հայաստանում գործող դավաճանական ռեժիմին։ Եվ սա է Երևանում այս օրերին կազմակերպվելիք Եվրոպական քաղաքական հանրույթի համայնքի գագաթնաժողովի բուն ուղերձը, ինչը կտրականապես մերժելի է որպես երևույթ, որովհետև ակնհայտ է, որ իր մեջ պարունակում է նախընտրական միջամտության հստակ էլեմենտներ, անգլերեն դա կոչվում է electoral interference։ Այն ինչ որ եվրոպական համայնքը մշտապես քննադատում է այլ երկրների պարագայում, օրինակ մեղադրում է Ռուսաստանին, Մոլդովայի ընտրություններին միջամտելու կամ Թուրքիային, Բալկանյան երկրների ընտրություններին միջամտելու, ինքը անում է Հայաստանում։ Այսինքն լավ է, այս ձևաչափը լավն է, այս ձևաչափը պետք է մի օր գար Հայաստան, վատ է, որ գալիս է հենց այս ժամանակահատվածում եւ հենց այս մտադրությամբ։ Այսինքն լավ բանը վատ առիթով մեզ վրա փորձում են փաթաթել եւ սա իհարկե մերժելի է որպես քաղաքական որոշում եւ մոտեցում։ Գագաթնաժողովը, այսպես ասած, Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել իր նախընտրական քեֆի, նախընտրական խնջույքի։ Ակնհայտ է, որ բնական անվտանգային միջոցառումներից բացի Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է, որպեսզի եվրոպական հանրույթի ղեկավարները, իսկ դրանք մոտավորապես 40 երկրների պատվիրակություններ են, մի մասը առաջնորդած ղեկավարությամբ, մյուսը այլ կառավարական ներկայացուցիչները, որպեսզի այդ մարդկանց մեկուսացնի Հայաստանից եւ այ ժողովրդից։ Այսինքն դուք տեսնում եք արդեն, քաղաքում երևում են այդ նախապատրաստական աշխատանքները, Նիկոլը ամեն ինչ անելու է, որ կոպիտ ասած իր քեֆը չհարանվի եւ եվրոպական առաջնորդները չառերեսվեն իրական Հայաստանի, մեր իրական Հայաստանի, ոչ թե Նիկոլի իրական Հայաստանի խնդիրների, ցավերի, շահերի եւ դժգոհության հետ։ Այն առաջարկը, որ մենք անում ենք, շատ պարզ է։ Այդ առաջարկը հակաեվրոպական չէ, այդ առաջարկը պրո-եվրոպական է, որովհետև մեր առաջարկության հիմքում ընկած են իրական արժեքները եվրոպական, ինչպիսին են ազատությունը, արժանապատվությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, դեմոկրատիան, քաղաքական հետապնդումների բացակայությունը, ազատ մամուլը, այն ամեն ինչ ոտնահարված է Հայաստանում այսօր։ Եվ չգիտեմ, գիտեք արդեն թե չէ, կա համապատասխան պաշտոնական կայք, բացվել է եւ իրենք ունեն իրենց խորհրդանիշը։ Երկու sense կլորակներ են, ինչ որ բան են փորձել։ Հիմա ներկայացնում եմ ձեզ մեր կողմից առաջարկվող միասնական պայքարի խորհրդանիշ, հակախորհրդանիշ, իսկ իրականում այս խորհրդանիշը ավելի եվրոպական է, քան այն, ինչ որ եվրոպացիները հրամցնելու են որպես իրենց բրենդ։ Մեր առաջարկած խորհրդանիշը սա է։ Մենք վերցրել ենք որպես հիմք եվրոպական քաղաքական համայնքի կողմից գալիք գագաթնաժողովի խորհրդանիշը եւ դրան տվել ենք ավելի ազնիվ տեսք, որովհետեւ Հայաստանում պարզապես երկու բաներ չեն, այսպես ասած, կլորակներ չեն։ Հայաստանում այդ կլորակները կանդալներ են։ Հայաստանում իրենք գալիս են այստեղ ոչ թե ժողովրդավարություն քարոզելու, այլ գալիս են հիպոկրիսի երկդիմիություն քարոզելու։ Եվ մեր ուղերձը եվրոպական հանրույթին հետևյալն է. սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը, կանդալված մարդ, կանդալված ազգ, կանդալված պետություն։ Եվ մեր կոչը իրենց շատ պարզ է. դադարեք երկդիմիությունը, stop hypocrisy, եւ stand for democracy, կանգնեք ժողովրդավարության կողքին։ Սա եվրոպական արժեքների եւ հայկական իրականության մեկտեղման սիմվոլիկա է, որ մենք առաջարկել ենք օգտագործել ասուլիսից անմիջապես հետո այս լոգոյի ֆայլերը բարձր, այսպես ասած, որակով կտեղադրվեն համապատասխան հարթակներում եւ առաջանցնելով ասեմ, որ ազատ են օգտագործման համար հանրապետականը չունի այստեղ որևէ հեղինակային իրավունքի կամ որևէ տենց էգոիստական նկրտումներ։ Հակառակը մենք առաջարկում ենք, որպեսզի բոլոր ակցիաները, որոնք պետք է տեղի ունենան այդ օրերին, իրականացվեն միասնական բրենդի տակ
Եթե այս բրենդից ավելի իմաստալից եւ ավելի կրեատիվ լուծում կգտնեն ուղերձի իմաստով մեր ընդդիմադիր մյուս գործընկերները, խնդրեմ, եթե ոչ, սա իրենց տրամադրության տակ է։